Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախ վարչապետի աշխատակազմի ղեկավարը տարածեց այս լուսանկարները, բարձրաստիճան հոգևորականների հայտարարությունն է։ Գրել են, թե շուրջ 1 ամիս առաջ, երբ տելեգրամյան ալիքները տարածել էին գերաշնորհ Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութեր, դրանք ուսումնասիրելու համար կաթողիկոսը հանձնախումբ էր ստեղծել։ Փորձաքննության համար էլ դիմել էին քննչական իսկությունը պարզելու։ Կոմիտեն հաստատել է տեսանյութում Արշակ Սրբազանն է։ Վեհափար Հայրապետը սակայն այն առ ոչինչ է համարել, եպիսկոպոսները տարակուսած են, նրանց ցանկն է 13-ից 9 ստորագրությամբ։ Չեմ ծանոթացել, հյուրեր ունեի եւ իսկապես չեմ ծանոթացել։ Հետեւաբար ոչինչ չեմ կարող ասել։ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն այն հոգևորականներից է, ում անունը ցանկում կա, բայց առանց ստորագրության վերապահումներ ունի։ Արձագանք Մայրաթորից տեղեկատվական համակարգի տնօրենն է գրում. եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ եւ պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն։ Լուսաբանություններ Մայր եկեղեցուց այս ընթացքում չեղան։ Փոխարենը Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, հանդիպել է այն սրբազաններին, որոնք ստորագրել էին հայտարարության տակ։ Այստեղ էլ 9-ից 8-ն են ներկա եղել։ Օրինակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Անուշավան Սրբազանը, ով ամիսներ առաջ ազատվել Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։ Սկզբունքային դիրքորոշման համար վարչապետը շնորհակալ է նրանց։ Իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը, եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից։ Վեհարանում այսօր ժողով կա, Մայր եկեղեցու բակում լրագրողները հարցնում են Անանիա վարդապետին, Վեհարանի ժողովից տեղյակ չէ, վարդապետների հավաք կա, ինչ օրակարգով, պատասխանը կարճ է, օրվա մտահոգությունները։ Ավելի ուշ հայտնի դարձավ Վեհարանում էլ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամները պետք է հավաքվեին։ Նիստը չկայացավ, հայտարարությունը ստորագրած բարձրաստիճան սպասավորների բացակայության պատճառով։ Ինչ վերաբերում է Վեհափար Հայրապետին, ում վարքագիծն 9 բարձրաստիճան հոգևորականներն անհամատեղելի էին համարել հայ եկեղեցու կանոնական իրավունքին, Աստվածաբանն ասում է, Գարեգին II չի կարող սովորականի նման հրաժարական ներկայացնել, այնպես ինչպես աշխարհական մի չինովնիկ։ Կաթողիկոսի խնդիրը քննել կարող է միայն եպիսկոպոսած դասը, այն էլ մեկ խնդրով, որքանով է նա հայոց առաքելական եկեղեցու դավանաբանությունից շեղվել, օցիալ է եւ չի համարվում, որ նա ընտրված է մարդկանց կողմից։ Մինչև հոգևոր եւ աշխարհիկ ջրերը պարզվեն, Փաշինյանը դարձյալ տեսանյութ է հրապարակում։ Այս կիրակի Երևանում պատարագի կմասնակցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ էլ ի դեպ հոգևոր տեսուչի պաշտոնը զբաղեցնում է պետհամալսարանի նախկին դեկան Անուշավան Սրբազանը։ Հանդիպանը Փաշինյանից 2 աթոռ աջ նստած։ Որքան զոհ է ունեցել հայկական կողմը 44-օրյա պատերազմի ընթացքում, Սոցցանցի իր էջում հրապարակում անելով խորհրդարանի նախագահներ օրերս այս թեմային կրկին անդրադարձել։ Նշել, թե 2020-ի ռազմական գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ մեր կողմից զոհվել է 3833 մարդ, որից 3755-ը զինծառայող։ Ազգային ժողովում լրագրողները խորհրդարանի խոսնակից հետաքրքրվել են պաշտոնական թվերն ինչու են իրարից տարբերվում։ Սիմոնյանը պարզաբանել է տարբերությունը գուցե դարձյալ փոխվի պայմանավորված հետ կորած անձանց հանգամանքով։ Վարչապետն է այդ թվի մասին ստեղ խոսացել փոքր տարբերությամբ եւ այդ տարբերությունը 1200 երեխա չի եղել եւ այդ տարբերությունը հնարավոր է էլի փոխվի, որովհետեւ մենք ունենք 191 անհայտ կորած։ Այդ մարդկանցից վարչապետի հայտարարության պահից ի վեր, պարոն Քոչարյանի հայտարարության հետ կապված նաեւ այդ հայտարարությունից ի վեր ինչ որ ծնողներ այնուամենայնիվ իրենց երեխաների ԴՆԿ տեստի հիման վրա վերցրել են մասունքները եւ այդ թիվը այտենց փոփոխություն ապրել։
3 գումարած 3 ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռևս որոշված չէ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ տարածաշրջանային խորհրդատվական հարթակի մասնակիցները խորհրդի նիստի արդյունքներով պայմանավորվել են դիվանագիտական խողովակներով սահմանել հաջորդ հանդիպման ժամանակը, հաշվի առնելով, որ առաջիկա 2 նիստերը պետք է անցկացվեն Երևանում եւ Բաքվում։ Արտաքին գործերի նախարարությունից նշում են, որ քննարկումները շարունակվում են, իսկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ակնկալում է կողմերի արագ համաձայնություն։ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գլխավոր խորհրդական Քլիչն Անկարայում ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարականների ներկայացուցչին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը։ Հանդիպման անդրադարձ է կատարվել Արցախին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։ X-ի միկրոբլոգում Քլիչը խոսել է Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերություններից, խոսել տարածաշրջանում մնայուն խաղաղություն հաստատելու կարեւորությունից։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում անդամները քննարկել են դատախազության եւ քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները։ Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, եւ դա վերաբերում է տեքստի մշակմանը եւ դրա ժամկետներին։ Մասնավորապես հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Քննարկելու ենք դատախազության եւ քննչական մարմիններին առնչվող դրույթները, նշել է Սրփուի Գալյանը։ Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։ Ելույթ են ունեցել փաստաբանները եւ արդարացման դատավճիռներ կայացնելու ստանդարտ առաջարկով դիմել են դատարանին։ Հաջորդ նիստը դեկտեմբերի 4-ին է։ Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթելականի վրա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում եւ ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել վնասվածքները։ Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ 2025-ի 10 ամիսներին Հայաստանի պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.2%-ով։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 367 միլիարդ 8 միլիոն դրամ։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեն կատարվել է 229 միլիարդ 7 միլիոն դրամ պակասուրդով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 211.5 միլիարդ դրամի դիմաց։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը այցելել է Տավուշի մարզ դիտարկելու Դիլիջան ազգային պարկում եւ հարակից տարածքներում հրդեհի հետևանքները։ Նա ծանոթացել է իրավիճակին, գնահատել հրդեհների ազդեցությունը։ Մաթևոսյանը կոչ արել խստորեն պահպանել հակահրդեհային կանոնները։ Նա ընդգծել է, որ հրդեհների պատճառով վայրի կենդանիները լքել են իրենց բնական միջավայրերը եւ կարող են մոտենալ բնակավայրերին։ Նախարարը այցելել է նաեւ օպերատիվ շտաբ, իսկ նախարարությունը հայտնում է, որ հայտնաբերված խնդիրները կլուծվեն կարճ ժամկետներում։ Բնապահպանական ընդերքի եւ տեսչական մարմնի ստուգման արդյունքում պարզվել է, որ մեգաշին ՍՊ բետոնի արտադրամասը գործում է առանց մթնոլորտային օդ արտանետումների թույլտվության։ Արտադրամասի աշխատանքը կասեցվել է, ընկերության տնօրենը տուգանվել է 300.000 դրամով, իսկ շրջակա միջավայրին պատճառված վնասի համար ներկայացվել է 411.480 դրամի փոխհատուցման պահանջ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի խստացված միջոցառումների արդյունքում գրանցվել է տերևների եւ խոզանների այրման 10 դեպք։ Օջախները հայտնաբերվել են տեսուչների, ստուգայցերի եւ անօդաչու թռչող սարքերի դիտարկումների միջոցով։ Երևանում, ինչպես նաեւ Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում։ Բոլոր դեպքերի առթիվ հարուցվել է վարչական վարույթ, իրավախախտներին կիրառվելու են տուգանքներ 50.000-ից 300.000 դրամի չափով։ Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունը շարունակվում է խստացված ձևաչափով ողջ հանրապետությունում։ Կարծում եմ մի մասը ուղղակի չգիտակցում, հավատացիք։ Ամեն մի վարված օդը, ամեն մի վարված տերևը շատ վատ է անդրադառնում ձեր առողջության վրա։ Կամ մեկ ուրիշ ձև, որ աշխարհում ընդունված է։ Սա ավելի շատ գյուղական համայնքներին է վերաբերում։ Տերևները հավաքում են, ստեղծում են հումուս, հետո նույնիսկ մարդիկ կան, որ այդ հումուսը վաճառում են, հասկանում եք, դրանից կարելի է բիզնես անել։ Մեթոդոլոգիա կա դրա համար, մեթոդիկա կա։ Ինչ թվում է, առավել եւս գյուղական համայնքներում դա շատ կիրառելի կլինի։
Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծեծի եւ նվաստացման ենթարկած դեռահասներն ազատության մեջ են։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հոդված հատկանիշով։ Վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն։ Հիշեցնենք, համացանցով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի եւ նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Հետագայում պարզվեց, որ ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներն են, իսկ ծեծի ենթարկվող տղան Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող։ Դեկտեմբերի 1-ից Սայաթ-Նովա Ավագ Պետրոսյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովա Խանջյան խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառ, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ինչու չկա մեթոդաբանությունն ու հստակ տրամաբանությունը պարտադիր բժշկական ապահովագրության փաթեթում, ընդդիմադիր падգամավորը գլխադասային հանձնաժողովի նիստում առողջապահության նախարարին է հարցն ուղղում. ինչու առաջին փուլում բոլոր քաղաքացիները ներառված չեն, արդյոք ճիշտ է հաշվարկն արված, թե ոչ, ընդդիմադիրներն անգամ ձեռքի տակ չունեն ապահովագրության փաթեթը։ Մանր ձեռքի տակ չլինի, հասկանանք, հիմա օբյեկտիվ process է գնում, թե այստեղ ինչ-որ խնդիրներ կան։ Նախարար Ավանեսյանը հակադարձում է, եթե քաղաքացիներն իրենց բոլոր հարկերը պարտաճան աճ վճարեն, ապա բոլորի համար էլ կլինի ապահովագրություն։ 64 տարեկան մեր սիրելի հայրենակիցը, ինչու հիմա չպետք է ստանա այդ նույն փաթեթը, ինչը ստանում է 65+-ը։ Դուք ասում եք, դա հաշվարկի հարց է, էլի հաշվարկի հարց է, բայց ասում եք 4 տարի աշխատում ենք, 4 տարվա մեջ նենց աշխատեիք 63+-ից ելներ։ Ես նախ խնդրեմ իմ խոսքերը չխեղաթյուրել եւ ես ձեր հարցին կոնկրետ հստակ պատասխանեցի։ Ընդդիմադիրները պնդում են առողջապահության նախարարն ամբողջական պատկերացում չունի պարտադիր բժշկական ապահովագրության փաթեթի մասին։ Նախարարն ասում է, մեծ ու բարդ համակարգ է միայն, ֆինանսավորման մեխանիզմ չէ, կատարել են կապիտալ ներդրումներ, լիցենզավորման համակարգն են վերանայել, ներդրել են էլեկտրոնային դեղատոմսերը, նախապատրաստել են բնակչությանը։ Մութ է մնում ընդդիմադիրների համար նաև այն հարցը, թե ապահովագրությունից առաջ ինչպես պետք է բոլորը բուրս դնում անցնեն առողջության առաջնային պահպանման օղակներում, պոլիկլինիկաներում, հատկապես մարզային, որոնք վստահաբար հունվարի 1-ից պատրաստ չեն լինելու մարդ ընդունելուն։ Հաշվարկել ենք ինչ կարգի հերթեր են գոյանալու, իսկ այնտեղ նշվում է, որ եթե 6 ամիս հերթը կարող է 6 ամիս ավելի լինել։ Մեր ԱԱՊ-ները պատրաստ են դրանց թե չէ, եւ եթե նույնիսկ պատրաստ են, մենք ասենք տեխնիկապես մասնագետների հաշվարկ էս ամեն ինչ արվել է թե ոչ։ Նախարարը պատասխանեց, թե անցումային շրջանն ապահովելու են, որ մարդիկ առանց իրարանցման հետազոտվեն։ Ավանեսյանը պնդեց 2029-ին Հայաստանի բնակչության գրեթե մեծ մասն արդեն կօգտվի ապահովագրությունից։ Նախագիծը ձայների մեծամասնությամբ հանձնաժողովում հավանության արժանացավ, կքննարկվի առաջիկա լիագումար նիստում։ Հոնկոնգի բնակելի համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, տասնյակ մարդիկ դեռևս մոտ 279 մարդ անհետ կորած է համարվում։ Ոստիկանության տեղեկացմամբ չկանխամտածված սպանության կասկածանքով ձերբակալվել են շինարարական ընկերության 3 պաշտոնյա։ Նրանք մեղադրվում են հրդեհի կանոնների անտեսման համար։ Սումատրայում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով առաջացել են լայնածավալ ջրհեղեղներ եւ սողանքներ, որոնց պատճառով զոհվել է առնվազն 84 մարդ, տասնյակ անհետ կորածներ կան, իսկ ենթակառուցվածքները զգալի վնաս են կրել։ Փրկարարների մուտքն առավել տուժած շրջաններ դժվար է, իսկ Ինդոնեզիայի ազգային որոնողական փրկարարական գործակալությունը շարունակում է անհետ կորածներին որոնել։ Ֆաբերժեի բյուրեղապակյա ձուն կվաճառվի ավելի քան 26 միլիոն դոլարով։ Այն պատրաստվել է ռուսական կայսերական ընտանիքի համար մինչև 1917 թվականի հեղափոխությունը։ Այս նմուշը Ֆաբերժեի ընդամենը 7 նմանատիպ ձվերից է, որոնք մնացել են մասնավոր հավաքածուներում։ Աճուրդը նախատեսված է անցկացնել Լոնդոնում։ Մոտ 10 սանտիմետր բարձրությամբ ձուն պատրաստված է բարձրորակ կրիստալից եւ ամբողջությամբ պատված է պլատինից պատրաստված ձյունահատիկների նուրբ նախշով ու շուրջ 4500 ադամանդով։
Նոյեմբերի 27-ին 24-ամյա Կարենը Օփելով Երևան-Սևանի Ջևան ճանապարհին բախվել է 30-ամյա Ջոնիկի Զիլ 131-ին։ Օպելի վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Նա Պարեկային ծառայության մեքենայով է տեղափոխվել Սևան բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարար ծառայության Սևանի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները։ Ավելի ուշ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Զիլի վարորդը եղել է սթափ։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առեղծված էին ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Խաղաղդոնի փողոցում ավտոշուկայի հարևանությամբ կայանված Օփելում հայտնաբերվել է քաղաքացու հրազենային վնասվածքով։ Հանգամանքներն էլ պարզվում են։ Ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան եւ Լուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, տեղում են նաեւ Երևանի քրեական վարչության պետը Հայկ Հարությունյանը, Պարեկային ծառայության պետը, ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ Արտուր Խուդինյանը եւ այլ իրավապահներ։ Նոյեմբերի 28-ին 32-ամյա Համազասպը Մերսեդեսով Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին ու շրջվել։ Վարորդը տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ուսումներով վարորդի կյանքի վտանգ չի սպառնում, տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Նոյեմբերի 28-ին հարավարևմտյան թաղամասում Բաբաջանյան փողոցում բախվել են MAN եւ Isuzu ավտոբուսները։ Ավտոբուսները հայտնվել էին ճանապարհի մեջտեղում փակելով երթևեկելի կոտին, դրա համար երթևեկությունը դադարեցվել էր։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար դժվարներ չկան։ Հայրենիքից չեն խռովում, հայրենիքը մեր շնչառությունն է։ Հենց այս անմնացորդ նվիրումի ու սիրո մասին է Արցախցի բանաստեղծ գրականագետ լեզվաբան Զուխրա Երվանդյանի «Հոգու շշուկներ» եւ «Բովտունս իմ լեռներում» ժողովածուները։ Հերոսները մեր օրերում ապրող մարդիկ են իրենց անցյալով ու ներկայով սիրով ու երազանքներով, հիասթափություններով, ցավով ու տառապանքով։ Պատգամս է չընկճվել, չխեղճանալ, չծնկել։ Գիրքը կարդալիս մարդը պետք է հասկանա, հայրենիքից չեն խռովում, հայրենիքը ապրելու ձև է, հայրենիքը մտածելու կերպ ու ոճ է, հայրենիքը այն արժեքն է, որը չի բանաձևվում։ Զուխրա Երվանդյանի լեզվամտածողությունը կուռ է, ամուր ու կայացած։ Այսպես են գնահատում գոլեգաները, մտերիմներն ու ընկերները, որ կյանքի մեծ ճանապարհ են անցել նրա հետ։ Գրողի տողերում ծիծաղն ու լացը, ողբն ու երջանկությունը կողք կողքի են ապրում։ Ամեն ինչի մասին է գրում ու բոլորի ցավը իրեն համարում։ Զուխրա Երվանդյանի լեզվամտածողությունը շատ պարզ է, հասարակ, իր բառը ասում է առանց զարդարանքների, որովհետև այդ ասելիքը, այդ զարդարանքները իր խոսքի էության մեջ են, իր ենթատեքստերի մեջ են։ Թումանյանն ասում էր աչքի պես պարզ, աչքի պես բարդ, այնինքը այդ տիպի գրող է։ Գրքի շնորհանդեսը նշանավորվեց նաև անակնկալներով, մրցանակներ ու պատվոգրեր գրողին գրականության ոլորտում ներդրած զգալի ավանդի համար։ Իր ստեղծագործությունների մեջ կա շատ խորը փիլիսոփայություն առաջի հերթին, շատ բարձր է ազգային արժեքները, իրեն մոտ կան շատ խորը, շատ որակյալ մտավորականին համահունչ, ուրեմն գենակոդեր։ Միջոցառումը նաև գրողի ամենահայտնի ու սիրված ստեղծագործությունների ընթերցումներով էր եւ նրա գրչով կյանք ստացած երգերով։